Իսկ այս պահին հենց մեր տաղավարում զրուցելու ենք ուր կարելի է այցելել եւ ինչ համտեսել Սյունիքում։ Կապանում տեղի կունենա բացառիկ գիտական իրադարձություն, որի ձևաչափը մշակել է հատուկ գաստրոքեմփ Կապան 2025-ի համար։ Նաեւ գիտական հանդիպումը կոչվում է Storm, որը տեղի կունենա Կապանում, ինչ ձևաչափով, երբ տարբեր հարցերի պատասխաններ կստանանք հենց հիմա։ Այո, թեման իսկապես շատ հետաքրքիր է, մենք էլ տաղավարում հյուրընկալել ենք արդեն մեր հաջորդ հյուրերին, որոնց հետ զրուցելու ենք հենց այս թեմայի շուրջ եւ նրանց ուղենք մեզ բոլոր հետաքրքրող հարցերը եւ այսպես։ Ներկայացնենք մեր հյուրերին Gastrocamp Armenia նախագծի համահիմնադիր եւ ղեկավար Աննա Մազմանյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Gastrocamp Armenia նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար, ինչպես Լուսինեն արդեն նշեց, իսկապես նախագիծը շատ հետաքրքիր է։ Խոսենք երևի թե հենց Storm գիտաժողովից, ասենք այդտեղից ինչպես առաջացավ գաղափարը նման գիտաժողով ստեղծելու։ Շատ լավ, բարև ձեզ, շնորհակալ ենք հրավերի համար։ Ուրեմն պատմեմ, Storm-ը հենց ինքը հապավում է, որը որ թարգմանաբար նշանակում է Սյունիքի տարածաշրջանային հնարավորությունների ուրեմն բացահայտման գիտաժողով հանդիպում ու ինքը բացառիկ ու նմանը չունեցող իր կոնցեպտով գիտաժողով է, որը որ ունի շատ կարևոր մի նպատակ ստանալ վերջնական հստակ պրոդուկտ, փաստաթուղթ, որտեղ որ հստակ կետերով մենք տալիս ենք լուծումներ եւ ամեն ինչ գրանցված արդեն ոնց որ փաստաթղթի տեսքով ունենալու ենք վերջում ու ամենակարևորը այս ամեն ինչը լինելու է գիտահեն ֆորմատով, այսինքն 20-ից ավել մասնագետներ Հայաստանի տարբեր անկյուններից այդ թվում նաև Սյունիքից հավաքվելու են եւ քննարկումների արդյունքում ստանալու են ուրեմն պրոդուկտ, որը որ ներկայացնում է ու վերջնական արդյունքը լինելու է ճանապարհային քարտեզ, Սյունիքի ճանապարհային քարտեզ, որը որ նաև ցույց կտա թե որտեղ ինչի համար պետք է այցելել, ինչ պետք է փորձել, ում պետք է հանդիպել, այս անկյունը կամ այս մի ժայռը ինչ պատմություն ունի, այսինքն մենք պատմաբանների, մշակութաբանների հետ միասին նաև փորձելու ենք անգամ շատ վաղուց այդ լեգենդներն ու պատմությունները վերհանել եւ դրանք, այսպես ասած, նորից դրանց կյանք տալ։ Ինչպես նաև լինելու է խոհարարների թիմ, որոնք որ եւս պետք է աշխատեն պատմաբանների եւ մշակութաբանների հետ, վերցանելով են հին բաղադրատոմսերը, մթերքները, միգուցե պատրաստման եղանակներն ու գործիքները, որը որ օգտագործվել է հարյուրավոր տարիներ առաջ, բայց այս պահին էլ արդիական չի, բայց ունի պոտենցիալ նորից գործածվելու եւ ինձ թվում է դրանք շատ հետաքրքիր կարող են լինել, հա, օրինակ եթե ռեստորանում դու համտեսես ինչ որ ուտեստ, որը որ պատրաստված է մի մեթոդով, որը որ պատրաստվել է մի քանի 100 տարի առաջ, ինչպես նաեւ լինելու է մարքետոլոգների թիմ, որը որ պետք է այս ամեն ինչը փաթեթավորի, այսպես ասած, եւ վերջնական արդյունքը կլինի արդեն բրենդավորված ճանապարհային քարտեզ Սյունիքի համար ու այդ փաստաթուղթը նաեւ կփոխանցվի բոլորին, ովքեր որ ներգրավված կլինեն մեր ուրեմն պրոյեկտում եւ ինչու ոչ այնտեղ կլինեն նաեւ որոշակի բիզնես գաղափարներ, հա, մենք պետք է հասկանանք օրինակ այս քաղաքում, այս համայնքում ինչն է պակասում, որը որ ավելի քիչ գրավիչ կամ ավելի անհարմարավետ է դարձնում զբոսաշրջիկին այցելությունը կոնկրետ այդ տարածաշրջան։ Ինչու հենց Սյունիքը։ Չենք կարող չհարցնել։ Դե ասեմ մենք արդեն արել ենք, հա, այլ մարզերում, դա եւ Կոտայքը եւ Տավուշում արել ենք, իհարկե շատ ավելի նեղ, հա, այսպես ասած ձևաչափով։ Սյունիքը իմ կարծիքով ունի շատ մեծ պոտենցիալ եւ իհարկե Կապանը ու ես գտնում եմ, որ Կապանը պետք է դառնա այդ բիզնես կենտրոնը մեր երկրի, բայց շատ հաճախ, հա, երբ մենք ասում ենք հա տուրիզմ, թող գան եւ այլն, բայց շատ հաճախ հենց այդ մարզը կամ քաղաքը կամ գյուղը դեռ պատրաստ չեն ընդունել, հա, եւ պատրաստ չեն ճիշտ իրենց ներկայացնել։ Այ մենք ուզում ենք իրենց օգնենք, որ իրանք կարողանան ճիշտ եւ պրոֆեսիոնալ եւ արդյունավետ, հա, կարողանան ընդունել շատ տարբեր մարդկանց, հա, եւ ներքին տուրիստներին, հա, եւ արտաքին եւ բիզնես այն մարդկանց, ովքեր գալիս են Կապան, այսինքն
այս տորմը դա մի բաղադրիչ է, այդ կոնտենտի, հա, հենց բաղադրիչն է, բայց մենք ունենալու ենք մեծականակ դասընթացներ ու արդեն ունեցել ենք, որ պետք է հա օգնի այդ ոլորտին, որ իրանք պատրաստվեն եւ ճիշտ ձևաչափով ընդունեն մարդկանց։ Այն նշեցիք, որ 20-ից ավելի կարծեմ մասնագետներ են ներգրաված լինելու հենց գիտաժողովի ընթացքում, հետաքրքիր է թե ինչպես եք նրանց համար նախ փորձելու բացահայտել Սյունիքը, ինչպես են նրանք ծանոթանալու պատմությանը, ժառանգությանը, որպեսզի նաև կարողանան հանդիպման ընթացքում գեներացնել այդ կրեատիվ գաղափարները։ Դե ասեմ, որ մեծ մասը հենց մարզից են եւ այդ մարզի մեծ մասնագետներ են եւ դրա համար են, հա, այսպես ասած ներգրաված այս պրոյեկտի մեջ, բայց ինչ վերաբերում օրինակ այդ կրեատիվ թիմին, դուք հետևեք մեր էջերին, այնտեղ լինելու են շատ հետաքրքիր եւ ստորիներ, հա, եւ պոստեր ու կտեսնեք, որ մենք ցավոք դեռ չունենք շատ ժամանակ, հա, որ կարողանանք իրանց մի քանի օր տանք, որ իրանք նայեն ու ոնց որ ոգեշնչվեն, բայց մեկ օրվա այց ունենալու ենք ու շատ հետաքրքիր անակնկալներով։ Խոսեցիք լեգենդներից եւ առասպելներից եւ այո զբոսաշրջիկներին շատ է հետաքրքրում, ինչպես որ մենք երբ մենք մեկնում ենք Հայաստանից եւ հայտնվում ենք արտերկրում, հետեւելով այդ լեգենդներին, առասպելներին հասնում ենք ինչ-որ մի վայր եւ հիանում լսում պատմությունը։ Որ լեգենդը կամ առասպելն է ընտրվել, որ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին։ Մենք դեռ չգիտենք դրա մասին, այ կպարզենք հենց մեր գիտաժողովից հետո։ Storm գիտաժողովից հետո։ Որովհետեւ ինքը առանձին չի կարող ունենա կյանք, հա, այդ առասպել, այսինքն հա ինքը կլինի այդ գրքում, բայց եթե մենք ուզում ենք որ ապրի, ապա մենք պետքա իրան, այսպես ասած, կլաստերի մեջ մտցնենք ու ստեղծենք առիթ, որ գան այդ գյուղը, հա ինչ որտեղ մնան, ինչ որ բան փորձեն ու նաև իմանան այդ առասպելի մասին, այսինքն դա պետքա լինի սենց կոմպլեքս, հա, այդ ամեն ինչի։ Ինչ ակնկալիքներ ունեք դուք այս գիտաժողովից, նշեցիք, որ ստեղծվելու է ուղեցույց, որը պետք է նաև օգնի հետագայում մարդկանց աշխատանքի համար, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք եւ առասարակ նաև խոսենք ձեր ակնկալիքների մասին։ Շատ լավ։ Դե ինչպես նշեցի, ինքը իր այսպես ֆորմատով շատ է տարբերվում, հա, ասենք մյուս կոնֆերանսներից, հավաքույթներից ու մեր ամենամեծ ակնկալիքն ու նախապայմանն է, որ մենք պետք է ստանանք հստակ փաստաթուղթ, վերջնական պրոդուկտ, որը որ հստակ լուծումներով ու տարբեր այդ պատմությունները, տարբեր խմբերի հետ մեր մասնագիտական խմբերի աշխատանքներ կկապի իրար ու կտա ամբողջական պատկեր, հա, այդ ճանապարհային քարտեզի։ Ու իհարկե, ինչպես նշեցի, բրենդավորված ճանապարհային այդ ճանապարհային քարտեզն է, հա, Սյունիքի ճանապարհային քարտեզն է, ու իրականում ասեմ, որ մեր մասնագետները բոլորը հիմնականում ընտրվել են այնպես, որ իրենք այս կամ այն կերպ գործունեություն են ծավալել կապ են ունեցել Սյունիքի հետ, այսինքն այնպես չի, որ միանգամից ուղղակի մենք հիմա գնացինք ու սկսեցինք աշխատել ու ինչպես նաև մենք տեղի շատ մասնագետներ ենք ներգրավել, ովքեր որ նաև իրենց հենց մանուկ հասակից այդտեղ մեծացել են, լսել են այդ ամեն ինչը, գիտեն, փորձել են, տեսել են ու նաև մենք կանխավ բոլորին ուղարկել ենք այսպես ասած տնային աշխատանք մեր պահանջները, հա, որ պետք է ինչ ուղղություններով պետք է ուսումնասիրել մարզը, ինչ կարելի է գտնել կամ պեղել համացանցում միգուցե գրքերից ու այս ամեն ինչի հիմքի վրա մենք շատ մեծ սպասումներ ու ակնկալիքներ ունենք, որ կստանանք հստակ ու լավ ընդգծված կետերով արդեն փաստաթուղթ։ Եվ ուղեցույց նաև մեր բոլորիս համար։ Այո, շատ պրակտիկ պետք է լինի այդ փաստաթուղթը, հա, որ դուք նստեք օրինակ մեքենա ու շատ հստակ իմանաք, թե ուր եք գնալու, այնտեղ լինեն եւ կոնտակտները, հա, ամեն ինչը ճիշտ գրված լինի, հա, աշխատի ճիշտ ժամի եւ այլն, որ լինի շատ հարմարավետ։ Պիտի խոսենք նաև իհարկե գաստրոքեմպի մասին, որպես այդպեսին, խնդրեմ մանրամասնեք, թե ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ առաջիկայում ինչ նախագծեր ունեք։ Դե մենք սկսել ենք արդեն սեպտեմբեր ամսից մեծ PR արշավով, հա, Արիկապան, նաև եղել ենք արդեն ձեր մոտ։ Այո։ Մեր համար այդ PR արշավում ինչն էր շատ կարևոր, որ մենք պատմենք այդ մարդկանց մասին, հա, ովքեր այնտեղ ապրում են, ոչ թե ինչ որ
կառույց կամ ինչ որ օրինակ ռեստորան կամ այն մարդը, հա, մենք շատ ենք դա գնահատում, հա, այն մարդիկ, ովքեր ունեցել են մեծ ներդրում քաղաքի մեջ, հա, Կապանի մեջ, եւ մենք փորձեցինք, հա, մարդկանց կանչել Կապան, հա, իրենցով։ Նաև մենք մեծ աշխատանք ենք տարել, որ պատմենք մարդկանց, որ իդեպ կարող եք նաև հա ինքնաթիռով գնալ Կապան։ Արի Կապան ինքնաթիռով շատ փոխում է այդ հա ամբողջ իրավիճակը, շատ կարճ է տևում այդ թռիչքը եւ դա օգնում է հա լինել ավելի մոտ Կապանին եւ մարզին։ Եվ մենք իմանում ենք այս գիտաժողովը մենք մայիսին անելու ենք մեծ միջոցառում բազմաթիվ դասընթացներով այդ ոլորտի հա համար եւ հունիսին իհարկե ունենալու ենք արդեն այդ պրակտիկ շեֆերի այդ էքսպեդիցիան, որ հենց այդ քարտեզը հա պետքա տեստավորի փորձարկեն եւ Վիկտորին գնան, այսքան փորձեն տեսնեն ամեն ինչ։ Ահա։ Հետաքրքիր է այս ընթացքում, երբ նախապատրաստական աշխատանքներն եք նաեւ տարել, կա որևէ բան, հենց թեկուս եթե նայում ենք խոհանոցի տեսանկյունից, խոհարարական արվեստի։ Այս իսկապես հետաքրքրեց, որ ուտելիքն է ավելի բնորոշ Սյունիքին։ Այս սկսենք այդտեղից։ Երևի Չորաթանը, կարելի ասել ոչ թե հենց ուտեստներով պետք է խոսենք, այսպես մեր բաղրապաշարը, այլ մթերքներով ու Սյունիքը շատ հարուստ է կատնամթերքով, որովհետև ալպյան գոտիներ, շատ լավ խոտաբույսեր ու նաև հենց խոտաբույսերը, հենց այն վայրի եւ ուտելի բույսերը, որոնք որ երևի թե իրենց կոնցենտրացիայով, այսինքն տեսական մասով ամենահարուստն է Սյունիքը ըստ մեզ, որովհետև այն ինչ որ դու հիմնականում մենք ինչ ենք նաև փորձելու գտնենք, այն հերոս մթերքները, որը որ հենց բնորոշում է Սյունիքը, հա, որն է այդ մարզի ամենահամեղ, ամենավորակյալ, ամենալավ մթերքը, որը որ նաև կարելի է ուրեմն դարձնել ավելի հայտնի եւ ճանաչելի եւ ուտեստներից ասեմ որ մենք արդեն մի քանի անգամ եղել ենք Սյունիքում ու փորձել ենք իհարկե խաշիլը, եթե դուք գիտեք, շատ համեղ, շատ հետաքրքիր ուտեստ է ու իրականում իր պատրաստման ու համային, այսպես ասած, շերտերով շատ բարդ ուտեստ է համարվում, որտեղ այնտեղ մի քանի ջերմային աստիճաններ կա, տարբեր յուղային Եվ ծանր ուտելիք է, այո, համարվում։ Դե իրականում առավոտյան ուտելիք է, նախաճաշա, ցուրտ ժամանակ կամ մինչև ծանր աշխատանք կատարել է, տեսակ ուտելիքը ոնց որ շատ կոգնի, չորաթանով պատրաստված թանապուրներ եւ բույսերը այնտեղ շատ կան։ Բույսերը այնտեղ շատ կան ու տապակված բանջարները, ձվով տապակված բանջարները ու կարելի է երևի թե սեզոնին կարելի է ամեն օր տարբեր կանաչի պատրաստել, այո։ Մեզ մնում է ասել շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, իսկ մենք շարժվենք առաջ, այս պահին խոսքը փոխանցենք մեր լուրերի գործընկերներին։ Այո, լուրերի թողարկումից անմիջապես հետո կվերադառնանք, այնպես որ մնացեք առաջինի հետ, կհանդիպենք լուրերի թողարկումից հետո։